Մի քանի տարի առաջ, երբ ես ընդամենը 20 էի, ես գտա, որ նստած էի մի փոքր վարձակալված բնակարանում, շրջապատված թղթի պատերով, վճարում և գործիք էր թվում, քան գործիք, այդ պահին զգացողությունն այն էր, որ ամեն ինչ փլուզվել էր։ Գումարը սակավ էր, ինքս ինձ հանդեպ վստահությունը ցնցվեց և իմ առջև ընկած նախագծերն էին, կարծես փչանում էին, բայց նույնիսկ այդ քաոսի մեջտեղում կար մի պարզ, բայց հզոր ճշմարտություն։ Ես դեռ կանգնած էի, ինչու քանի որ խորը ես գիտեի, որ հաջողության հասնելու միջոց կա, և ինձանից էր դա գտնելու։ Շատերը հավատում են, որ նրանք, ովքեր արդեն ծնվել են այս նվերով, ասես գենետիկ ժառանգություն լինեին, ոչ մի այլ բան իրականությունից։ Ես եկել եմ սովորական հրեական ընտանիքից, որտեղ ծնողներս պարզ և աշխատող մարդիկ էին։ Հայրս առևտուր էր անում շինանյութերով, մայրս աշխատում էր գրասենյակում։ Նրանք միշտ սովորեցրել են ինձ գնահատել ջանքերը, խնայել և խուսափել ավելորդ ռիսկերից, հիշում եմ հայրիկիս խոսքերը։ Մայրս ավելացրեց. Ուսումնասիրեք, գնացեք համալսարան, ստացեք կայուն աշխատանք։ Մի պահ ես նույնիսկ մտածեցի, որ ճիշտ են, ի վերջո կայունությունը անվտանգ է թվում, բայց իմ ներսում ինչ-որ բան այրվեց որոշակիորեն։ Եթե ես հետևեի այս ճանապարհին, ես երբեք չէի պարզի, թե իրոք ունակ էի, ես ավելին էի ուզում։ Իմ առաջին նախագիծը համեստ էր։ Առցանց գաղափար, որը ես կարծում էի, որ կարող է եկամուտ առաջացնել, միամիտ, բայց անկեղծ ես պիացիոն էի այդ պլանում։ Նա գիշերներ է անցկացրել պարզ ուսումնասիրելու շուկայավարման, տնտեսության յուրաքանչյուր կոպեկի հաշվապահության մեջ, այնուամենայնիվ։ Առաջին ամիսները աղետալի էին, վաճառքը չհեռացավ, հաճախորդները դժգոհում էին և գործընկերները կասկածում էին իմ կարողության վրա։ Մի գիշեր սուրճի մեջ մենակ նստելը, դիտելով դատարկ փողոցը, ես ինքս ինձ հարցրեցի. Միթե ես հասա իմ սահմանին։ Այդ ժամանակ ես հասկացա հիմնարար դաս, որը հետագայում կդառնար իմ խնայողությունը։ Հաջողությունը չի նշանակում խնդիրների բացակայություն, բայց չնայած նրանց։ Ես սկսեցի ուսումնասիրել այն մարդկանց պատմությունները, որոնք կառուցել էին բախտներ, հատկապես հրեա ընտանիքների, ովքեր աշխարհի ողջ սերունդները ոչ միայն կուտակել են, բայց բազմապատկեր ռեսուրսներ, նրանք ոչ միայն փող էին անում։ Նրանք ծրագրել են, ստեղծել են ռազմավարություններ և տեսել հնարավորություններ, որտեղ մյուսները տեսել են միայն խոչընդոտներ։ Եթե դա արեցին, ես մտածեցի, ինչու չէի կարող, առաջին քայլերը ամենադժվարն էին, սխալից հետո հաճախ հրաժարվելու շեմին։ Ես ինքս կբռնեի։ Բավական է, ես կփակեմ ամեն ինչ, բայց ներքին ձայնը պնդում էր. Ոչ, դուք պետք է հետևեք, դուք պետք է հասկանաք, թե ինչպես է այս աշխարհը աշխատում։ Հատուկ իրավիճակ է նկատվել իմ հիշողության մեջ, կարևոր հաճախորդը պատրաստվում էր փակել մի քանի հազար ռեյսի պայմանագիրը, բայց անզգուշությամբ ես փաստաթղթերը ժամանակին չեմ ուղարկել, երբ նա կանչեց, նյարդայնացրեց, ասելով, որ ես լուրջ չեմ։ Զգում էի լիակատար ձախողում, թվում էր, թե աշխատանքների մասին ամիսները նետվել են, այնուամենայնիվ, հուսալքելու փոխարեն ես գրեցի անձնական հաղորդագրություն, ներողություն եմ խնդրել և բոնուս առաջարկել որպես փոխհատուցում, ի զարմանս ինձ, նա ընդունեց այդ փոքրիկ հաղթանակը։ Ինձ սովորեցրեց մի արժեքավոր մի բան։ Երբեմն մեր ձախողումները շտկելու պատրաստակամությունն է, ոչ թե կատարելագործվել ուրիշների աչքում։ 20 ես առաջին մեծ նվաճման եզրին էի, նա ոչ մի տեղից դուրս չի եկել, ոչ էլ երկնքից չի ընկել, նա եկավ սխալների, ընկնում, անքուն գիշերների, ինքս ինձ հավատքի միջոցով, երբ ուրիշը չէր հավատում, և հենց այս էությունն է, որ ուզում եմ, որ դուք կլանեք, իմ հետագծի հաջորդ մասը կբացահայտի, թե որքան փոքր քայլերն ու անսպասելի որոշումները մի երիտասարդին վերածել են գաղափարներով լի մեկը, ով կարող է միլիոնների մասին խոսել ոչ թե որպես հեռավոր երազանք, այլ որպես բետոնե իրականություն։ Ավելի կարևոր։ Եվ դեռ։ Դուք կիմանաք, թե որ ռազմավարությունն է, մտայնությունները և մոտեցումները օգնեցին ինձ անցնել այս ուղու վրա, և ինչպես կարող են աշխատել նաև ձեզ համար։ Քանի որ հաջորդը միայն փողի մասին չէ, խոսքը այն մասին է, թե ինչպես է կառուցվում կյանքը, ինչպես որոշումներ կայացնել և ինչպես են սայթաքում բլոկները դառնում հաղթանակներ, եթե հետևում եք մինչև վերջ, դուք ոչ միայն հաջողության կստանաք, այլև գործիքներ, ձեր սեփականը գրելու համար։ Այժմ դուք գիտեք, թե ինչպես ես սկսեցի իմ ճանապարհորդությունը դեպի առաջին միլիոն, անկեղծ ասած, այս ճանապարհը հեռու էր ուղիղ գծից, իրականում ես այնքան շատ սխալներ արեցի, որ դրանք բովանդակություն կտան մի ամբողջ գրքի։ Եվ հենց այս սխալ պատկերացումներն էին, որոնք դարձան իմ ամենաարժեքավոր դասերը։ Այսօր ես ուզում եմ կիսել դրանցից մի քանիսը և ինչպես ես գերազանցել նրանց։ Առաջին սխալը սուզվել նախագծերի մեջ առանց ծրագրի, 17 և 90 տարեկան հասակում նա կարծում էր, որ լավ գաղափարը կեսն է։ Հիշում եմ, որ մարզական պարագաներ վաճառելու տեղակայելը համոզված է, որ եթե առաջարկը գրավիչ լիներ, փողը միայնակ կգա։
Դա չի եկել, ես գրեթե բոլոր տնտեսությունները անցկացրել եմ նախագծման և գովազդի մեջ, բայց վաճառքը գործնականում զրոյական էր, լուծումը, ես հասկացա, որ հաջողությունը պահանջում է մանրամասն պլան և շուկայի վերլուծություն։ Նախքան ցանկացած նախագիծ այսօր սկսել է, ես հարցնում եմ. ով է իմ հաճախորդը, ինչ խնդիր եմ լուծում, ովքեր են մրցակիցները և ինչպես կարող եմ առանձնանալ, ծրագիրը չի երաշխավորում հաջողությունը, բայց դրա պակասը երաշխավորում է ձախողումը։ Երկրորդ սխալը. անտեսեք ֆինանսական կարգապահությունը։ Սկզբում ես մտածեցի, որ երբ գումարը հասավ, կարող էր հարմարավետ ծախսել, բայց անկայուն ժանյակով յուրաքանչյուր իմպուլսիվ ծախսը աղետացավ։ Մի անգամ ես գնեցի թանկարժեք նոթբուք և դիզայներական աթոռ, արդարացնելով, որ դրանք հարմարավետ ներդրումներ են։ Իրականում դա փող էր, որը կարող էր օգտագործվել գովազդի, դասընթացների կամ աշխատավարձի մեջ, լուծումը խիստ բյուջե ստեղծելն էր։ Սկզբում դա վնասեց, յուրաքանչյուր իրական պետք է արդարացվի, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ կարգապահությունն իրականում ազատություն է։ Այսօր ես կարող եմ թույլ տալ, թե ինչ եք ուզում, քանի որ ես սովորեցի իմաստուն կառավարել ռեսուրսները։ Երրորդ սխալը. վախենալով օգնություն խնդրել, երկար ժամանակ ես փորձեցի անել միայնակ ամեն ինչ, մտածելով, որ անտեղյակության ընդունումը թուլության նշան էր, ինձ կարժենա ամիսներ ուշ, ես կորցրել եմ պայմանագրերը, հաշվապահական հաշվառման ձախողումներ կատարել և չհասկացա շուկայավարման նրբությունները։ Լուծումը եկավ, երբ ես հասկացա, որ ուրիշներից սովորելը ամոթալի, բայց էական չէ, ես սկսեցի փնտրել մենթորներ, ավելի փորձառու գործընկերներ և համախմբված ձեռներեցներ։ Հաջող ձեռնարկատիրոջ հետ մեկ խոսակցություն բացեց իմ աչքերը թիմը կառավարելու և հաճախորդներին գրավելու համար։ Հիմա ես միշտ փնտրում եմ նրանց, ովքեր կարող են ինձ նոր բան սովորեցնել։ Չորրորդ սխալը՝ հետաձգում և կարգապահության պակաս։ Ես կարծում էի, որ օրական 3 կամ 4 ժամ աշխատելը բավարար էր հաջողության հասնելու համար։ Արդյունք՝ նախագծեր, որոնք շարունակվում են ամիսներ, իսկ ոմանք նույնիսկ թղթից չեն դուրս եկել։ Լուծումը խստորեն առօրյան ստեղծելն էր, պլանավորում էր օրվա յուրաքանչյուր ժամ, նույնիսկ օրերին, երբ մոտիվացիան բացակայում էր, ես գոնե մի փոքր քայլ վերցրի, այս քայլերը ժամանակի ընթացքում դարձել են մեծ նվաճումներ, դուք չեք պատկերացնում, թե ինչպես կարգապահությունը փոխում է արդյունքները։ Հինգերորդ սխալը. մի գնահատեք ժամանակը։ 18 տարեկան հասակում ինձ ժամեր են անցկացրել ոչ մի տեղ, որը ինձ տեղ չէին տանում։ Սոցիալական ցանցեր, աննկատ հանդիպումներ, անվերջ քննարկումներ ընկերների հետ, ովքեր ճիշտ էին։ Ես չէի հասկանում, որ ժամանակը արժույթ է, որը ժամանակին անցել է, չի վերականգնվում։ Լուծումը գրանցվել էր, քանի որ այն աշխատում է ամեն րոպե։ Ամեն օր ես ինքս ինձ հարցրեցի. արդյոք սա մոտենում է իմ նպատակին, թե դա պարզապես շեղում է։ Ես սովորեցի ոչ ասել, թե ինչ չեմ ավելացրել արժեքը իմ աճին, քանի որ ի վերջո ժամանակը մեր ունեցած ամենաթանկ ռեսուրսն է։ Այս հասկացողությունը արմատապես վերափոխեց իմ ֆինանսական հետագիծը։ Դա այն բանալին էր, որը բազմապատկեց իմ եկամուտը տասնյակ անգամներում, սխալներ, որոնք համարյա ավերեցին ինձ։ Անտեսել ռիսկերը և վախի ձախողումը։ Իմ առաջին գլխավոր բանակցությունները գրեթե փլուզվեցին, քանի որ ռիսկերը լուրջ չէի համարում։ Ես այնքան վստահ էի նախագծի հաջողության մեջ, որը ներդրեցի այն ամենը, ինչ ունեի։ Եվ մեկ սխալ կարող էր ինձ իջեցնել սնանկության, դա իրականության ցնցում էր։ Լուծումը՝ ես սովորեցի վերլուծել յուրաքանչյուր ռիսկ մինչև գործելը։ Այսօր յուրաքանչյուր նախագիծ ունի պլան B, որոշում կայացնելուց առաջ ես հարցնում եմ. ինչ կարող է սխալ լինել, ինչպես կարող եմ պատրաստել։ Վախը թշնամի չէ, այլ ուսուցիչ։ Եթե օգտագործվում է խելքով, նա սովորեցնում է մեզ, թե ինչպես կարելի է խնդիրներ ակնկալել և ավելի անվտանգ գործել։ Յոթերորդ սխալը՝ կենտրոնացման բացակայությունը էական իրերի վրա։ Սկզբում ես փորձեցի գրկել աշխարհը։ Ես միաժամանակ արեցի մարքեթինգ, վաճառք, ձևավորում, ֆինանսներ և հաճախորդների սպասարկում։ Արդյունքը՝ ես ամենուր էի և ոչ մի տեղ։ Լուծումը՝ ես հայտնաբերեցի Պարետոյի սկզբունքը։ Արդյունքների 80%-ը գալիս է բաժնետոմսերի 20%-ից։ Ես սկսեցի կենտրոնացնել իմ էներգիան այն ամենի վրա, ինչ իրականում տեղափոխեց իմ բիզնեսը և շահույթ առաջացրեց։ Մնացածը ես պատվիրակեցի կամ ավտոմատացում։ Կենտրոնացումը այլևս չի անում, դա անում է այն, ինչ կարևոր է։ Ութերորդ սխալը՝ համբերության պակաս։ Շատերը կարծում են, որ ֆինանսական հաջողությունը գնում է մեկ գիշերվա ընթացքում։ Ես նույնպես այդպես մտածեցի, առաջին շահերը փոքր էին և երբեմն ինձ հարցնում էին. ինչու եմ այդքան ծանր ձգտում։ Լուծումը՝ ես հասկացա, որ համբերությունը ամենաարժեքավոր ակտիվներից մեկն է։ Հաջողությունը կառուցվում է քայլ առ քայլ, օր-օր։ Եթե դուք պատրաստ եք աշխատել հետևողականությամբ, նույնիսկ երբ արդյունքները վերցնեն, նրանք կգան և կտևեն։
Վերջնական դասը յուրաքանչյուր սխալ էր ուսումը, յուրաքանչյուր ձախողում զարգանալու հնարավորություն, 20 տարեկան հասակում միլիոնատեր դարձավ կախարդական գաղափար, այլ անհաջողությունները վերլուծելու ունակությունը, ճիշտ երթուղիները և առաջ շարժվելը։ Եթե ցանկանում եք կառուցել ձեր ուզած կյանքը, սկսեք ազնիվ փնտրել ձեր սեփական սխալներին, գրեք դրանք ներքև, ուսումնասիրեք դրանք և ստեղծեք գործողությունների ծրագիր, մի վախեցեք ֆաուլս, թեման դեպի իներցիա։ Իմ պատմությունը բախտի մասին չէ, այլ սխալներ վերածելու trampolines, սա այն մասին չէ, ինչ ես հաղթեցի, բայց այն, ինչ ես սովորեցի։ Ռազմավարություն, կարգապահություն և ուսուցման արվեստը յուրաքանչյուր գայթակղությունից։ Այսօր, երբ հետ եմ նայում, ես չեմ տեսնում պարտություններ, բայց դասեր, որոնք ինձ ավելի ուժեղ էին, իմաստուն և ֆինանսապես անվճար։ 3 սկզբունք, որոնք փոխեցին ամեն ինչ, նախ սովորեք ձեր սխալներից և ուղղեք դրանք, յուրաքանչյուր աշուն ինքն իրեն վերագտնելու հնարավորություն է, եթե վախենում եք սխալ թույլ տալուց, ապա երբեք չեք բացահայտի ձեր իրական ներուժը։ Սկզբում ես անընդհատ ձախողվեցի, բայց արձանագրել եմ յուրաքանչյուր սխալ, վերլուծել և ճշգրտվել, ժամանակի ընթացքում ձախողումները ավելի փոքր էին և ավելի հաճախակի հաջողություններ։ Երկրորդ, կարգապահությունն ու պլանավորումը արժե ավելին, քան ոգեշնչումը։ Շատերը կարծում են, որ հաջողությունը գալիս է մոտիվացիայից, բայց ճշմարտությունն այն է, որ ոգեշնչումը պարզապես հարված է, ով շատ հեռու է ժամանում, նա է, ով կարգապահություն ունի, նույնիսկ այն դեպքում, երբ այն տրամադրության տակ չէ։ Ես պլանավորել եմ ամեն օր, վերահսկվող բյուջեները ուսումնասիրել եմ շուկան, դա հեշտ չէր, բայց դա այն կարգապահությունն էր, որը քաոսը վերածեց արդյունքների։ Երրորդ, ռիսկը, առանց վախը թույլ տալու ձեզ, վախը բնական է, բայց եթե թույլ եք տալիս այն թելադրել ձեր գործողությունները, այն երբեք չի առաջանա։ Ես ռիսկի դիմեցի փողը, հեղինակությունը և ժամանակը, ես կորցրեցի մարտերը, մտածեցի հրաժարվել, բայց վեր կենալու, վերագնահատելու և տեղափոխվելու ունակությունը 25-ից առաջ։ Անսպասելի հայտնագործություն, հաջողությունը միայնակ չի կառուցվում, դաստիարակներ, գործընկերներ և ընկերներ, ովքեր հավատում են ձեզ, անգնահատելի են, երբեք մի թերագնահատեք փորձառու խորհրդատվության ուժը կամ նրանց աճի հույս ունեցողների աջակցությունը։ Ես պատմում եմ, որ իմ պատմությունը ոչ թե հպարտանալու, այլ պարզ ճշմարտություն ցույց տալու համար։ Դուք ի վիճակի եք ավելին, քան կարծում եք, այո, ճանապարհը դժվար է, այո, կլինեն կասկածների սխալներ և պահեր, բայց եթե պատրաստ եք սովորել, շտկել և պահպանվել, արդյունքները կզարմացնեն ձեզ։ Իմ միլիոնը հենց սկիզբն էր, այսօր ես դեռ նախագծեր եմ կառուցում, ներդրումներ կատարելով գիտելիքներ և փնտրում եմ նոր հնարավորություններ, և ես ուզում եմ, որ դու ինձ հետ գաս, եթե ուզում եք ավելի շատ պատմություն։ Տորյան, ֆինանսների, բիզնեսի և անձնական զարգացման գործնական խորհուրդներ։ Եթե ցանկանում եք իրականում աշխատել ռազմավարություններ, հետևեք իմ բովանդակությանը, յուրաքանչյուր նոր նյութ ավելի արժեքավոր կլինի, քանի որ ես կկիսվեմ այն, ինչն օգնում է ինձ չմեղադրել և ստեղծել այն կյանքը, որը ես միշտ երազել եմ։ Վերջապես, ես արտացոլում եմ։ Հաջողությունը հաջողություն չէ, դա գործողությունների, որոշումների և փոփոխությունների պատրաստակամության հետևանք է, փողը նպատակը չէ, գործիք է, երազները նպատակակետեր չեն, դրանք ճանապարհորդություններ են, և եթե պատրաստ եք քայլել, կիմանաք, թե ինչ ունակ եք։ Հիշեք, ամեն օր զարգանալու հնարավորություն է, յուրաքանչյուր քայլ ձեր կյանքը վերափոխելու հնարավորություն, մի սպասեք կատարյալ պահի, սկսեք այսօր, սովորեք, վերլուծեք, ռիսկի դիմել։ Մի քանի տարի հետո դուք կկարողանաք պատմել ձեր սեփական հաջողության պատմությունը հենց սկսելու համար։ Շնորհակալ եմ այս հեռավորության ուղեկցման համար, ձեր ճանապարհը սկսվում է հիմա, և իմացեք։ Ձեր կյանքը ձեր ձեռքերում է, և միայն դուք որոշում եք, թե ինչպես է այն գրվելու։